Արդեն երրորդ օրն է, ինչ հանրային ծառայությունները կարգավորող մարմինը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր կապիտալի հեծից լիցենզիան զրկելու հարցը։ Հեծի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազենյանը իր ելույթում հայտարարել է, որ ՀԾԿՀ մարմնին խաբել են, թե հեծում համատարած խախտումներ կան։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ ընդհատելով Ղազենյանի ելույթը սպառնացել ու հորդորել է կոռուպտությունից դուրս հայտարարություններ չանել, ինչին հաջորդել է լեզվակռիվ ՀԾԿՀ մարմնի ղեկավարի եւ Դավիթ Ղազենյանի միջև։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ, այսպես ասած, տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազենյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ այս չէ, լսում ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտով սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում, դիտարկում դավորներ սպառն։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ անցնում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարից բուն իմաստով, հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական, անձնական է, ջա չգիտեմ ինչ ուզում գնում ենք եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։